գյուղատնտեսներ եւ Հայաստանի քաղաքացիներ։ Մենք մի կարևորագույն հարցում բոլորս իրար հետ ենք։ Ցավոք սրտի Հայաստանում մեկ միասնական ճակատ չստեղծվեց, բայց նպատակադրումներում առանձին ճակատներն ու առանձին խմբերը բոլորը նույն շեշտադրումն ունեն։ Այդ ամենից վեր իհարկե կա մի կարգախոս։ Մեզ հակասահմանադրական հանրաքվե պետք չէ։ Սա հիմնական կարգախոսն է։ Սա իսկապես այն կարգախոսն է, որ միավորում է ոչ միայն ընդդիմադիրներին, այլ բոլոր կարգին հայերին։ Որովհետև եթե ասում ես ոչ հակասահմանադրական իշխանություններին, մենք դրան միանում ենք լիարժեքորեն, բայց զուգահեռաբար հասկանում ենք, որ դա ազգը միավորող կարգախոս չէ։ Պատմական այս փուլում մեր ազգը կարող է միավորվել արդարության նկատմամբ ընդհանրական մոտեցմամբ, որից էլ բխում է մեզ հակասահմանադրական հանրաքվե պետք չէ։ Իսկ այն, որ դա հակասահմանադրական է, ցանկացած նույնիսկ կիսագրագետ մարդու համար ակնհայտ է։ Եթե ամբողջ նախնական գործընթացի ընթացքում խոսում էին այն բանի մասին, որ այլընտրանք չկա, հետո պարզվեց, որ կա այլընտրանք, այդ այլընտրանքը չեն ուզում տեսնել, հետո ստիպված տեսան այլընտրանքը, ասացին լավ, կքննարկենք այլընտրանքը ու փախան այլընտրանքի քննարկումից, ի վերջո երկրորդ անգամ հրավիրեցին, նորից փախան, սա նշանակում է, որ մենք գործ ունենք պետական մակարդակով հովանավորվող խաբեության հետ եւ խախտվել է սահմանադրության 27.1 հոդվածը, որը պահանջում է մանավանդ հանրաքվեի պես հարց քննարկելիս, սահմանադրական բարեփոխումների հարց քննարկելիս անպայման քննարկել առաջարկները։ Խախտվել է նաեւ 49-րդ հոդվածը, որը նախագահին պարտավորեցնում է հետևել սահմանադրության պահպանմանը։ Քանի որ այսօր նաեւ մտավորականներն են հայտարարությամբ հանդես եկել, որ այս հանրաքվեն հետաձգվի, կասեցվի, այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ։ Մեր բարձրացած գաղափարը նշանակում է հասունացել է։ Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ,